Սևանը աշխարհի ավելի քան 60 երկրներից մեկ շաբաթով հյուրընկալել է բանախոսների, մենթորների եւ ներդնողների։ Սևան Startup Summit 2025 առանձնանում է իր նախադեպ մասշտաբներով։ Այս պահին մասնակիցների թիվը 1500-ն է, բայց այն կարող է 10 անգամ ավելանալ։ Սևան Startup Summit-ը հիանալի հնարավորություն է ծանոթություններ ձեռք բերելու, մշակութային հաղորդակցություն իրականացնելու համար։ Վրանային բիզնես ֆորումն այս տարի ներառում է 8 առանձին միջոցառում եւ 3 կրթական ծրագիր։ Այդ միջոցառումները տարբեր ոլորտային միջոցառումներ են, որոնք ունեն տարբեր կոմպոնենտներ, կոնֆերանս, մրցույթ եւ առասարակ ուզում ենք Sevan Startup Summit-ը դարձնել ոչ միայն առանձին իվենտ, այլ միջոցառումների պլատֆորմ եւ այս տարի դա արդեն ստացվում է եւ դառնում է կայացած։ Startup Summit-ը արդեն 9 տարեկան է։ Կազմակերպիչների խոսքով ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ տարիների ընթացքում միջոցառմանը մասնակցած ընկերությունները հետագայում դառնում են գործընկերներ։ Այս տարի իհարկե նորություն ունենք Sevan Startup Summit-ում, ուսանողների համար նոր կրթական ծրագիր ենք սկսել, որի նպատակն է միջոցառման միջից ձևավորել ստարտափներ, այսինքն միջոցառումը դարձնել ոչ թե հարթակ արդեն ձևավորված եւ կայացած ընկերությունների համար, այլ ստեղծել այնպիսի միջավայր, այնպիսի կրթական ծրագիր, որը նպաստի նոր ստարտափների առաջացմանը։ Սևանի ափին անցկացվող սամիթով հատկապես ոգևորված են երիտասարդ կամավորները։ Ասում են, միջավայրը մոտիվացնում է, որ իրենց ստարտափները սկսեն կենսագործել։ Առաջին տարին է, որ մասնակցում եմ սամիթին, իրականում միշտ լսել եմ, բայց լինել այս փոքր քաղաքում, որը ստեղծվել է, այդ մի հատ հիասքանչ տպավորություն է։ Հավես մենթորներ կան, ումից կարելի է լիքը բան սովորել, թեկուզ այն 10 րոպեանոց արանքները, որտեղ վերանք չունեն ոչ մի գրանցված մարդ, հնարավոր է բաներ սովորել, իսկ ստարտափերի տեսանկյունից եթե ասեմ, շատ հավես ստարտափեր կան։ Սամիթի մշտական մասնակիցներն ասում են, ամեն տարի իրենց աչքի առաջ միջոցառումն ավելի մասշտաբային է դառնում։ Առաջին անգամ մասնակցել եմ Sevan Startup Summit-ին 17 թվականին, այն ժամանակ ընդամենը մի հատ մատղաշ համեստ խոսնակ էի, խոսում էի հանրային խոսքի, երգիծանքի մասին։ Այսօր օրինակ իմացա, որ մենք ունենք ջերմոցներ, որտեղ աշխատում են փոքր դրոն ռոբոտներ, որոնք փնտրում են պարազիտների եւ այդ կինը չասեց ինչ, ասեց ուղղակի գտնում են, հետո մոտեցա ասի այդ դրոնը որ գտնում է պարազիտների, տառականներին եւ այլն ծաղրիդներին, ինչ է անում, ասում է սպանում է։ Ամեն անգամ գալիս զարմանում եմ, թե ինչքան շատ մարդ է եկել, ինչքան մեծ է, այս անգամ էլի զարմացա, որովհետև մի կիլոմետր տարածք է ու ամբողջությամբ լցված է։ Տարեցտարի հետաքրքիր է, որ ինչ-որ թեմաները առաջ են գնում։ Օրինակ այս անգամ առնվազն ում հետ ես եմ շփվել, այսօր մի լիքը ստարտափների հետ շփվել եմ։ Գյուղատնտեսությունը առաջին պլան է։ Անկախ մասնագիտությունից ստարտափների ճանապարհը սկսվում է լավ գաղափարից ու ճիշտ մենթորի աջակցությամբ այն կենթանանում կայացած ու հեռանկարային գործ է դառնում։ Իմ համար նոր բաներ pitch անելը, ես մասնագիտությամբ մեխանիկ, էլեկտրոնիկ եմ, ոնց որ իմ համար սա նոր ինչ-որ բան է, էլի։ Սթիվ Ադելմանը ավելի քան 25 տարվա ստարտափների մենթորության փորձ ունի։ Ասում է, իր բանախոսություններից հետո ստարտափերները սիրահարվում են իրենց իսկ արտադրանքին, բայց կարծես մոռանում հաճախորդի մասին։ Ինչ են անում մենթորներն այս դեպքում։ Մենք ծեծում ենք նրանց։ Ոչ, մենք ստիպում ենք նրանց մտածել հաճախորդի մասին։ Անցած շաբաթն անցկացրինք 45 ստարտափի հետ այստեղ եւ սկզբում մենք թույլ չէինք տալիս նրանց խոսել իրենց արտադրանքի, ընկերության մասին։ Մենք ստիպեցինք նրանց խոսել իրենց հաճախորդի եւ այն խնդրի մասին, որն ունի իրենց հաճախորդը։ Հայաստանի ստարտափ էկոհամակարգը նոր է, դեռ երիտասարդ, բայց մեծ հեռանկարներ ու լավ պոտենցիալ ունի, վստահեցնում է Ադելմանը։ Ես վերջին 3 օրվա ընթացքում լսել եմ ավելի քան 50 ստարտափի մասին, այնպես որ ուղեղս կարծես պայթում է։ Ես չեմ կարող, իզորու չեմ պարզապես մեկն առանձնացնել։ Դուք ինձ հարցնում եք, թե ով է իմ սիրելի երեխան, ես դա չեմ կարող անել։ Օտարերկրյա շատ ձեռնարկատերեր առաջին անգամ են Հայաստանում։ Ոգևորված շրջում են Կապուտաչիա Սևանի ափերով, հիանում մթնոլորտով ու երիտասարդների սովորելու ձգտումով։ Իրականում նրանք սպունգների պես են։ Ես հասկացա, որ իրականում այստեղ շատ մեծ հետաքրքրություն կա ձեռներեցության եւ ազդեցիկ աշխատանքի զարգացման նկատմամբ։ Ստարտափերները հնարավորություն ունեն մրցույթում հաղթել 3-ից $10,000 ու այդպիսով առաջին փոքր ներդրումն անել իրենց գործում։ Մերի Դանիելյան, Անի Հովանիսյան, Էդգար Գուլոյան, Free Open Media։